Բարերեկո։ Այսօր մի տեղեկություն դրվեց շրջանառության մեջ, որ կարծում եմ անակնկալ ու անսպասելի է շատերի համար եւ առաջին հերթին ոլորտի պատասխանատուների։ Խոսքն այն մասին է, որ Ռուսաստանն արգելել է Հայաստանից գյուղմթերքի որոշ տեսակների ներմուծումը եւ դա պայմանավորում է դաբախ հիվանդությամբ։ Ես ընթերցեմ Ռոսսելխոզնադզորը հայտարարել է, որ Հայաստանում դաբաղի հետ կապված անկայուն իրավիճակ է։ Արգելվել է խոզի, ոչխարի, այծի, ցուլի, գոմեշի, տավարի մսի, ինչպես նաև կաթնամթերքի ներմուծումը, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող բարձր աստիճանի ջերմային մշակում չեն անցել։ Սա երկրի հարցը ծրագիրն է, ես այսօր զրուցելու եմ իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։ Բարերեկո։ Բարերեկո։ Սկսենք նրանից, թե այս տեղեկությունը, ավելի ճիշտ տեղեկությունները անակնկալ էին, անսպասել էին, խոսքը վերաբերում է մեկ այն, որ Հայաստանում դաբաղի նման իրավիճակ կա եւ որ Ռուսաստանը համապատասխան միջոցներ է ձեռնարկել։ Խնդիրը պետք է դիտարկենք տարբեր հարթություններում, հա, սկսենք բարոյական հարթությունից եւ մասնավորապես այն հարթությունից, որը տանում է դեպի վստահելիության խնդիր, հա, աշխարհում չեն գտնի որևէ պետություն, այդ թվում աֆրիկական երկրներում, որտեղ հասարակությունը իր պետության ներսում արկա հիվանդության մասին իմանա այլ պետությունից։ Այսինքն որքանով էր շոկային, հենց ամբողջ խնդիրը եւ անվստահելիություն առաջացնող, հա, հենց գալիս է նրանից, որ մենք առաջինը իմացանք Ռուսաստանից, որ Հայաստանում արձանագրվել է դաբաղի դեպք։ Հայաստանում Սննդամթերքի անվտանգության ծառայությունը մինչ այդ որևէ հաղորդագրություն չի։ Որևէ հաղորդագրություն իմ աչքով չի ընկել, դուք չի եղել, ավելին ասեմ, եւ սա այն պարագայում, երբ հենց 3 նույն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որում խոսվում էր Ռուսաստանում ընթացող բանակցությունների մասին եւ անգամ պահին մեր պաշտոնյան Ռուսաստանում բանակցություն։ Այո, բանակցությունների փուլում։ Եվ այս պարագայում անարժանահավատության խնդիր է հայտ գալիս։ Առավել եւս, երբ ինչի անարժանահավատության պետական կառույցների կողմից տրվող մեկնաբանություններին այլևս։ Ինչու, որովհետեւ մենք արձագանքում ենք արդեն ռուսական կողմին, որովհետեւ ի վերջո Հայաստանում դաբաղի մասին խոսեց առաջինը ռուսական կողմը։ Աշխարհում նման պրակտիկա չկա։ Եվ սա այն պարագայում, որ տեսեք, իրականում ամսի 15-ին հունվարի, հա, մենք դաբաղի մասով տեղեկատվություն տրամադրել ենք կենթաների համաշխարհային կազմակերպության հարցության։ Մենք այս պարագայում, որ ՄԵԲ-ի պաշտոնական կայքում Հայաստանի կողմից տրված տեղեկատվությունը անվանական հրապարակվել է ամսի 19-ին, որ Հայաստանը ամսի 15-ին մեծ աշխարհի տեղեկացնում է այս դեպքի մեկ դեպքի մասին։ Բայց այս ֆոնի վրա մեր հասարակությանը տեղեկատվություն տրամադրում է ռուսական կողմը, որ Հայաստանում արձանագրվել է դաբաղ, իդեպ ավելին ռուսական կողմի հայտարարության մեջ հստակ նշվում է անկայուն իրավիճակ։ Մեկ դեպքն արդյոք անկայուն իրավիճակ է։ Հիմա արդեն գալիս ենք ոչ թե բարոյական, այլ պահ կա։ Մեր համապատասխան այդ կառույցը կենտրոնների առողջապահության համաշխարհային կազմակերպությանը իրազեկելու ընթացքում մեր սպառողներին որևէ բան չի ասել։ Ոչ, որևէ բան չի ասել։ Լավ։ Հիմա մենք մեր պաշտոնյաներն արդեն հիմա ասում են, որ ունեցել ենք ընդամենը մեկ դեպք, ասել ենք աշխարհին։ Հիմա հարցը առաջանում, եթե ունեցել ենք ընդամենը մեկ դեպք, ասել ենք աշխարհին, ինչու չենք ասում մեր սպառողներին։ Առավել եւս երբ հիմա արդեն ռուսական կողմը չի կարևորվել մեկ դեպք առանձնապես։ Եթե անգամ չի, դե հիմա տեսեք, եթե իրականում մենք գործ ունենք ընդամենը մեկ դեպքի հետ, ապա արդեն այլ հարթություն պետք է մտնենք հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը թվում է մեր դաշնակիցն է։ Այն պարագայում, որ թվում է, թե մեր հիմնական արտահանումը պետք է լինի դեպի Ռուսաստան, ինչու ռուսական կողմը աղմուկ բարձրացրեց մեր դեպքին եւ ինչու այն ընթացքում, երբ տեղում բանակցում ենք, թույլ տվեցինք Հայաստանում անկայուն իրավիճակ տերմին կիրառվի։ Հենց այս պահին մենք բանակցային փուլում ենք տեղում Մոսկվայում։ Եվ այս պարագայում այս աղմուկը, այսինքն ինքնին ընդ որում արգել կա, հա, ջերմային մշակում չանցած կաթնամթերք։ Հիմա մեր սպառողներն ասում են, ինչպես է ստացվում, որ Ռուսաստանը թույլ չի տալիս։ Մենք դա մեկ դեպքով մեր մոտ կարծես դրա մասին խոսակցություն չկա։ Հիմա կամ ռուսական կողմը հայկական կողմին չի վստահում, որ մեկ դեպք կա։ Կամ իրականում ռուսական կողմը շատ լավ տիրապետում է այն տեղեկատվությանը, որ Հայաստանում մեկ դեպք չի, եւ հիմա միայն ասում ենք մեկ դեպք կա, հաշվի առնելով արտահանման, հա, ինչ որ հեռանկարներ, որովհետեւ պայմանական պետությունը պետական շահերից արտահանման ելնելով աղմուկ չի բարձրացել դաբաղի հետ։ Մենք դրա մասին պիտի խոսենք, հատկապես որ Հայաստանում արտահանման հետ ուղղված քայլեր են ձեռնարկվում, մարմիններ են ստեղծվում եւ այլն եւ այլն։ Այս Ռուսաստանի ձեռնարկած քայլը ինչով կվնասի Հայաստանին, ինչով է վնասում։ Առաջին պետք է ասեմ, որ արդեն իսկ այս աղմուկը եւ Հայաստանի շուրջ աղմուկը
Մենք միայն չպետք է խնդիրը դիտարկենք մեր մասով եւ մեր ընկալման մասով եւ մեր սպառողների դժգոհության մասով եւ այսպես ասեմ, հա նեղացածության ֆոն կա, երբ նույն մեդիա դաշտը, նույն հասարակական հատվածը, նույն քաղաքացին սեփական երկրում ընթացող process-ներին այլ երկրի մասին է ինֆորմացիան ստանում այլ երկրից, հա։ Սա մեկ հաջորդը։ Երկրորդն արդեն նույն աշխարհի մյուս պետություններն են տեսնում, հա, աշխարհի լրահոսում եւս հայտնվում այն հայտարարությունը, որը որ արվեց ռուսական կողմից։ Այսինքն հիմա, եթե մենք վերցնենք ադրբեջանական մամուլը, նույն ԵԱՏՄ երկրների շրջանակներում շրջանառվող այն լուրերը, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կիրառում է սանկցիա, ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանում կա դաբաղի նկատմամբ անկայուն իրավիճակ։ Մենք դառնում ենք անվստահելի։ Իհարկե, մենք դառնում ենք միանշանակ անվստահելի պարտներ, եւ ամենակարևորը, որ մենք պետք է խնդիրը ավելի գլոբալ դիտարկենք։ Եթե մենք դաբաղի նկատմամբ անկայուն իրավիճակ ունեցող պետություն ենք դիտարկվում, ապա կա մտավախություն հետագայի հարցում, այսինքն այսօր Ռուսաստանում տիրում է այսպես իրավիճակ, հա, եվրոպական երկրների նկատմամբ սանկցիա, Թուրքիայի նկատմամբ սանկցիա եւ այսօր Հայաստանը իրեն շատ պետք է նույն բաների արտադրությունով կամ երշիկի արտադրությունով ինչ որ շուկայում առանձին տեղ ունենալով։ Իսկ որ օրը սա նշանակում է հետեւյալը, այս պետքականության պարագայում, երբ Հայաստանն է պետք իր ապրանքներով, Ռուսաստանը սանկցիա է կիրառում, սա նշանակում է, եթե մենք ֆոնի վրա չազդենք, մենք վաղը արտահանման խնդիր կունենանք բաների հետ կապված, ձկան հետ կապված, այդ վաղը կգա ուղիղ այն օրը, երբ այլևս մենք այդքան պետք չլինենք, որովհետև կարևորագույն հանգամանքը մեկն է Ռուսաստանը հրապարակավ ամբողջ աշխարհին Հայաստանում դաբաղի իրավիճակը գնահատեց անկայուն։ Դուք ավելի շատ որ տարբերակին եք հակված, իսկապես անկայուն էր եւ դա այդպես որակվեց եւ քայլը ձեռնարկվեց, թե այլ ենթատեքստեր կարող են լինել։ Այսպես ես կարող եմ ասել, հա, մենք անկայուն իրավիճակ ունենք, թե չունենք, դա կերևա գարնան ավելի։ Ձմռանը սրտերից հետո, երբ արդեն կենթարները փակ պահվածքից դուրս կգան եւ վակցինացիայի աշխատանքներն այս կամ այն կերպ ինչպես կիրականացվի, դա ցույց կտա արդեն գարնան իրավիճակը, բայց այն որ փաստացի կա ռուսական կողմի հայտարարություն, որ արվել է մեզնից շուտ իդեպ։ Ել եմ կրկնում, սա ամենամեծ տեսեք, իրականում երբ մենք պետք է վերլուծենք ինֆորմացիան ճշգրիտ, հա, կա ինֆորմացիայի աղբյուր։ Ինֆորմացիայի աղբյուրը թվում է թե պետք է լիներ պետական համապատասխան կառույցը։ Փոխանցում էր ինֆորմացիան, մենք վերցնում ֆիլտրում էինք եւ համապատասխան տեղեկատվություն էինք տրամադրում քաղաքացիներին։ Հիմա ֆոնում, ընդհանուր հանրային ֆոնում արդեն պետության, մեր պետության կողմից, մեր պաշտոնյայի կողմից հաղորդակցվող տեղեկատվության նկատմամբ կա ոչ արժանահավատություն։ Այսինքն մարդիկ տալիս են խիստ տրամաբանական հարց, ասում են, եթե Հայաստանում կար ընդամենը մեկ դեպք, ինչի է Ռուսաստանը հարկել էր ամբողջ Հայաստանից արտահանումը։ Ես թվարկեցի։ Հա, այդ թեկուզ մեկ տեսակ մթերքի։ Ոչխարի, այծի, ծուրի, գոմեշի, տավարի միսը, ինչպես նաև կաթնամթեր։ Եթե մեկ դեպք արմավիրում, թող մենակ արմավիրն էր։ Այն դեպքում, երբ որ եմ կրկնում, մեր առաջին դաշնակից պետության հետ գործ ունենք, եւ այն դեպքում, երբ որ հենց հիմա Մոսկվայում ենք այդ մարդկանց հետ գտնվում ենք բանակցային փուլում։ Սա նշանակում է, որ մենք անկախ ամեն ինչից օղակներից մեկում ունենք շատ լուրջ զախողում կամ իրականում երկրի ներսում խնդրեմ չունենք։ Բանակցություններ վարելու հարցում ունենք խնդրեմ։ Իսկ սա նշանակում է, որ ինչ որ ժամանակ հետո հենց մենք այլևս այսքան պետք չենք, մենք պետք տնտեսությունը կփլուզենք։ Կամ իրականում երկրի ներսում ունենք լուրջ խնդրեմ, որի մասին գիտի աշխարհը, բայց մենք չգիտենք։ Բայց մենք դրա մասին չենք խոսում, այսինքն ռուսական կողմը Հայաստանում տիրող, սպասող իրավիճակին անասնաբուժական ռիսկերի գնահատման տեսանկյունից շատ ավելի սպառնալիքով է մոտենում, քան մենք ինքներս ենք մոտենում այն խնդրին, որին մենք կարող ենք բախվել։ Ի վերջո մենք փոխում ենք վակցինան։ Այսինքն այն պատվաստանյութը, որը որ մինչ այսօր ձեռք ենք բերել, մենք այլևս չենք ձեռք բերում դա, որովհետև այս վակցինայի միջոցով հնարավոր չի պայքարել դաբաղի այս տիպի դեմ, որը նոր արձանագրվել է Թուրքիայում։ Ոչ թե փոխում ենք, այլ դատապարտված ենք փոխել։ Այսինքն, հա, դատապարտված ենք փոխել։ Իդեպ դաբաղն օդակաթիլային ճանապարհով տարածվող հիվանդություն է եւ գերարագ տարածվում է անգամ քամու միջոցով, հա։ Եվ այս պարագայում ունենալ ընդամենը մեկ դեղ դա նշանակում է, որ մենք երջանիկ աստղի տակ ենք ծնված, որովհետև տրամաբանությունը տանում էր նրան, որ մեր երկրում օբյեկտիվորեն հանգիստ կարող էր գրանցված լինել ոչ թե 1, այլ 15 դեպք, եւ որևէ մեկի վերջո պատասխանատու չլիներ դրա համար, ինչու, որովհետև նոր տիպ էր եւ մենք չէինք կարող իմանալ, որ տիպ կգա, որի դեմ նախորդ այս պատվաստանյութը, որ հիմա ձեռք ենք բերում, նախորդ տարի չի եղել, որ մենք ձեռք բերենք։ Սա նոր պատվաստանյութ է։ Այսինքն մենք մեղավորներ էլ չէինք ունենա, որովհետև հա բնությունն է, հիվանդությունն է, որի դեմ
տարբեր պետություններ տարբեր մեխանիզմներ են ընտրում, մենք էլ ընտրել ենք ինչ-որ մեխանիզմ, այս մեխանիզմը հիմա կսկսի ազդել, բայց երբ ասում ենք ունենք մեկ դեպք, սա շատ ավելի վատ բան ենք ասում։ Սա նշանակում է մեր երկրում գրանցվեց մեկ դեպք ու մեր համար մեկ դաշնակիցը, որի հետ մենք ուզում ենք աշխատել, ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ մեր նկատմամբ սանկցիա կիրառում։ Եվ սա դաշնակից պետությունների ավելին ասեմ, հա այսօր արդեն լրահոսում հնչեցին տեսակետներ, որ այս դաբաղ ունենալը հորինվեց ռուսական կողմից, այսինքն ռուսական կողմը հորինեց, որ հա գրեցին, հա Եվրոպամետ ուժերը ասացին, որ ահա եւ մեր սիրելի Ռուսաստանը տեսեք, եւ սա այն դեպքում Հայաստանում ոչ մի դաբաղ իրականում չկա, ես այն դեպքում որ մենք ինքներս ասում ենք, որ դաբաղ կա։ Եվ տեսեք թե ինչ մեկ անզգուշ կա, մեկ սխալ։ Եվ վերջը չկա հիմնավորում, ինչու չենք ասում։ Եթե մենք չէինք ասելու, ապա ինչու ենք ասել կենթայիների համաշխարհային կազմակերպություն։ Չէ, նորմալ է, որ պարտավորություն ունենք, շատ նորմալ է, ավելին ասեմ, հա, եղել են դեպքեր, երբ թաքուն է պահվել հիվանդությունը, ու մենք խախտել ենք, չենք կատարել մեր պարտավորությունները եւ աննորմալ process-ա չասելը։ Բայց եթե մենք արդեն ամբողջ աշխարհին գիտեք դուք իրականում բազմիցս է եղել։ Ավելին ասեմ, երբ համակարգում եմ աշխատել անգամ այդ տարիներին, երկու տարբեր պետական ապարատներով մենք տարբեր բան էինք ասում։ Մի մարմինն ասում էր, որ կամ մյուսն ասում էր, դուք չեք հասկանում, որ պետքա չասեք, որովհետեւ պետությունը խնդիր կունենա, բայց մենք նախընտրում ենք թափանցիկ հետևանքներ չի բերի։ Եթե իմանան կբերի իհարկե եւ անվստահելի պարտներ դառնալու այս կարևորագույն քաղաքական կոմպոնենտը բաղադրիչը շատ հաճախ նեղ ոլորտային ուղղություններում հաշվի չեն առնվում։ Եվ ավելին կարող եմ ասել, ընդամենը մեկ օրվա կտրվածքով արդեն այսօր լուսական լրահոսում էին հայտնվել Հայաստան մաքսանենք ճանապարհով ներկրված լոլիկների մասին տեղեկատվությունը։ Այսինքն ներողություն, սա կարծես միտում է դառնում Հայաստանից գնացող կամ արտահանվող գյուղմթերքի նկատմամբ այսպիսի վերաբերմունքի Սա կարող է առաջացնել այս ամեն ինչը, այսինքն եթե մենք այսօր հենց այսօր ռուսական մամուլում ողողված էր մամուլը այն տեղեկատվությամբ, որ Հայաստան մաքսանենք ճանապարհով լոլիկ է ներկրվել Թուրքիայից։ Այն Թուրքիայից, որի նկատմամբ կիրառում է սանկցիա։ Ռուսաստանը այն Թուրքիայից, որի նկատմամբ կամ մտավախության լուրջ ֆոն, որ Հայաստանով թուրքականը կմտնի դեպի Ռուսաստան հայկական ծաղկման տակ։ Այն պարագայում, երբ մենք պլանավորել ենք, իհարկե, այն պարագայում, երբ որ մենք ակնհայտ ցույց ենք տալիս արտահանման ծավալների ավելացում, բայց ցույց չենք տալիս արտադրության ծավալների ավելացում։ Մենք ինչ ենք ասում, անհամապատասխան են, այսինքն եթե մենք վերցնենք արտադրական ծավալները Հայաստանի Հանրապետությունում, մենք կան ոլորտներ եղել են, որտեղ մենք երբևէ ինքնաբավ չենք եղել, եւ մենք ունեցել ենք ներկրում։ Հիմա մենք այստեղ արտադրական ծավալները դեռևս չավելացրած ցույց ենք տալիս, որ արտահանման ծավալներն ենք ավելացրել, այսինքն մի կողմից տնտեսական շարժի դրամաշրջանառության համար երկրի ներսում լավ է, բայց մյուս կողմից սա նշանակում է շատ արագ մենք հայտնվելու ենք ինչ-որ սանկցիաների մեջ այն օրը, որ այլևս այսքան պետքական մենք չլինենք Ռուսաստանին։ Ես հենց նորից վերադառնամ Դաբաղի թեմային, ընդամենը մեկ մթերքի նկատմամբ եթե կիրառեցին սանկցիա, բայց ֆիքսեցին, որ Դաբաղով անկայուն իրավիճակ է, կփակվի մսամթերքը նախորդ տարի, հենց 2015 թվականին վերաբացվեց Ռուսաստանի Դաշնություն, ուրեմն միս մսամթերքի արտահանումը, որը տարիներ շարունակ փակ էր, մեր երշիկը, մեր բաստուրման սուջուխը չէր կարող վաճառվել Ռուսաստանում, պատճառը եղել էր Դաբաղը, ժամանակին կիրառվել էր սանկցիան։ Ի վերջո 15 թվականին բացվեց այս ֆոնի վրա ու հիմնավորում գրվեց, որ կայունանում է Դաբաղով, կայուն վիճակ է, չի արձանագրվել տարիներ շարունակ Հայաստանում Դաբաղ, այդ իսկ պատճառով Ռուսաստանը, այսպես ասած, ինքն իրեն իրավունք էր վերապահել բացել սահմանը հայկական մսամթերքի համար։ Այսօր նույն Ռուսաստանը օֆիցիալ փաստում է, որ Հայաստանում Դաբաղով անկայուն իրավիճակ է։ Ընդամենը տեսեք, եթե նույն ռուսական հաղորդագրության մեջ Ռուսաստանի կողմից գրվեր, որ Հայաստանում արձանագրվել է Դաբաղի մեկ դեպք, այդ իսկ պատճառով չէր լինի ոչ քաոսը, չէր լինի անվստահության ֆոնը։ Հիմա եւ ել եմ կրկնում, ամենամեծագույն խնդրեմը այն է, որ մենք այս փուլում իրանց հետ բանակցում ենք։ Այսինքն մենք ոչ թե այլևս պետք է դիմենք, ասենք, գիտեք, իզուր եք այսպես, արեխուճապ առաջացավ, ուղեք, այս հաղորդակցություն համատեղ է կատարված, հա, անգամ կարելի ասել, այս հայտարարությունը համատեղ արված, կարելի է ասել, դրա համար ասացի, ֆիքսեցի։ Չենք շտկել, եւ սա ֆիքսված մնացել է առ այսօր, Ռուսաստանը գնահատել է Հայաստանում Դաբաղը անկայուն իրավիճակ,
Այն դեպքում, երբ որ հայկական կողմն ասում է, որ ընդամենը մեկ դեպքում է։ Վնասները հասկացանք, հնարավոր հետևանքները։ Հնարավոր հետևանքներն ասացի, առաջին այս փուլում դա էլի հնարավոր հետևանքները պետք է տարանջատենք։ Հնարավոր հետևանքներ տնտեսական առումով թե անվտանգության, որովհետև նույն տնտեսությունը տարանջատենք։ Տնտեսություն արտահանման հեռանկարների եւ տնտեսություն դաբաղի։ Ճիշտ է, դաբաղը ինքը համարվում է զոնոս հիվանդություն եւ փոխանցվում է նաեւ մարդուն, բայց դաբաղ հիվանդությունն ավելի շատ տնտեսական վնաս է հասցնում։ Կենթաների կատնատվության էական նվազում, առանձին դեպքերում կախված դաբաղի դիպից թունավորի դեպքում ունի մինչև 100% անկում։ Ինքը տնտեսական ծանրագույն հետևանք է ունենում։ Հիմա մենք առաջինը դիտարկենք, որ Հայաստանում անկայուն իրավիճակ չի դաբաղի մասով եւ հայտարարել ենք աշխարհին, հորինված է, ինչպես ասում, չափազանցված է, գունավորված է։ Այս դեպքում կարող եմ ասել, որ հետևանքը հետեւյալումն է լինելու։ Մենք ձեռք ենք բերում կամաց անվստահելի թույլ պարտների կեցվածք ձեռք ենք բերում եւ մենք կարողանանք արտահանել, քանի դիմացինը շահագրգռված է։ Որը որ պետք է սկսենք արդեն մրցակցային դաշտում կամքի եւ այլնի հաշվին արտահանում իրականացնել մենք բախվելու ենք, որովհետեւ ընդհանրապես սա տիպիկ ապացույց է, որ ոնց ուզում այնպես ներկայացնում եւ մենք բանակցել չենք կարողանում եւ ապացուցել չենք կարողանում։ Եվ կա երկրորդը, որը իրականում շատ ավելի ծանր կլինի մեր տնտեսության համար, իրականում պարզվի, որ Հայաստանում դաբաղի իմաստով իսկապես անկայուն իրավիճակ է։ Եվ կգա գարունը, հա, եւ մենք ունենանք արդեն անդառնալի հետևանքներ։ Կան տեղեր, որտեղ ժամանակը, հա, ավելի ճիշտ բուժում կնշանակի, բայց ինչևէ դաբաղը այն հիվանդությունը չէ, որին կարելի է նայել այսպես մատների արանքով։ Եթե մենք ասել էինք աշխարհին, մենք պարտավոր էինք առաջին ասենք հասարակությանը, որպեսզի չստեղծվեր խոճապ։ Մենք պետք է իրականում հաղորդակցման մեջ հատկապես երբ գործ ունենք առողջության հետ, անվտանգության հետ, տնտեսության հետ, հաղորդակցման մեջ պետք է լինենք մաքսիմալ այնպես, որ հաշվի առնենք վստահության ֆոնը։ Դե մեր կողմից հաղորդակցումը հասարակության կողմից արդյոք ընդունվում է միանշանակ, թե ոչ։ Այս պահին եկել ենք հասել ենք այնպիսի իրավիճակի, երբ այսօր ես օրինակ մեր տեղական լրահոսն էի ուսումնասիրում, ամենաիշխանական մամուլից մինչև ամենաընդդիմադիր մամուլ անվստահությամբ էին վերաբերում պետական այն դիրքորոշմանը, թե մենք ունեցել ենք մեկ դեպք, ասել ենք ոչ մի անկայուն իրավիճակ չկա, որովհետև առաջին աղբյուրը ինֆորմացիայի միշտ ավելի հավաստի է, հա, մեր համար։ Նախընթաց տարիներին մենք ունեցել ենք իսկապես անկայուն իրավիճակ դաբաղի հետ կապված եւ նման իրավիճակում հայտնվել ենք, ինչ ելք է գտնված։ Այսպես ասեմ, հա, ես չեմ ուզում էլի պետական շահից ելնելով եմ ուզում դիրքորոշմանը գամ, մենք ունեցել ենք հետեւյալ իրավիճակը։ Նախորդ տարի 2015 թվականին համենայն դեպս պաշտոնական տեսանկյունից Ռուսաստանը արձանագրեց, որ Հայաստանում երկար ժամանակ դաբաղ չի արձանագրվում եւ բացեց սահմանը։ Իրականում մենք մեր խնդիրները լուծել ենք այնպես, որ տնտեսական հետևանք ներքին շուկայում չենք ունեցել եւ հաղորդակցման չասելու, պահելու, գրագետ աշխատելու, թաքցնելու կամ չգիտեմ ինչի հաշվին կարողացել ենք բացենք։ Այսինքն նախքան այս վերջին դեպքը աշխարհի մոտ արձանագրված էր, որ Հայաստանում վաղուց դաբաղ չի գրանցվում։ Չնայած լրահոսներում տարբեր տեղեր, տարբեր փորձագետներ ասում էին, որ սա սխալ մոտեցում է եւ պետք է նույն աշխարհին հետ խաղալ անկեղծ խաղի կանոններով, որովհետեւ մի կողմից մենք ունենանք ժամանակավոր սահմանափակումներ, բայց մյուս կողմից ձեռք կբերենք վստահելի պարտների հեղինակություն եւ սկսենք աշխատել այնպես, որ մեկ հիվանդության դեմ ավելի լավ կպայքարենք, որտեղ աշխարհը մեզ կօգնի, երբ որ մենք անկեղծ ասում ենք, որ ունենք, եւ երկրորդ մարդիկ կտեսնեն, որ մենք ճշմարտությունն ենք ասում եւ կփակվի ոչ թե պետություն, այլ տարածքը, որովհետեւ օրինակ եմ ուզում վերել, տեսեք, երբ որ Ամերիկայում գրանցվել էր թռչնագրիպի դեպքեր, մենք ամբողջ Ամերիկայի Միացյալ Նահանգները չփակեցինք, չասեցինք այս նահանգներից չենք ներմուծելու, բայց այս նահանգներն ապահով են եւ այստեղից կներմուծենք։ Դուք պատկերացրեք, թե Հայաստանի վարկանիշն օրինակ որքան կավելանար եւ ավելին ասեմ, մյուս երկրների համար էլ կլներ ինքը օրինակ։ Եթե Ռուսաստանն ասեր Հայաստանի արմավիր մարզից, Հայաստանը այնքան փոքր է, որ ամենևին ասեմ, որ ոչ։ Այդպես չէ, առավել եւս որ ռուսական կողմի հայտարարությունը ինքը շղթական էֆեկտ կարող է ունենալ այլ պետությունների մասով եւս եւ հենց դաշնակցական հարաբերությունները դաշնակից պետության հետ շփումը պետք է ի նպաստ առայ, այսինքն մենք ինքներս պետք է նախաձեռնող լինենք եւ ռուսական կողմին խնդրենք, որ եթե կիրառվում է սանկցիա,
ապա թող աշխարհի համար լինի լավ փորձ, որ թեկուզ փոքրիկ Հայաստան, բայց չի կարելի երկիրն էվակուացնել, եթե ունեցել ենք մեկ դեպք միայն Արմավիրի մարզում, թող ընդհակառակը ռուսական կողմը դառնար նույն ԵՏՄ երկրների համար ուղեցույց, ինչպես է պետք աշխատել Հայաստանի հետ, չէ՞ որ մենք բանակցային փուլում ենք։ Փակեք Արմավիրը խնդիր չենք տեսնում։ Փակեք ոչ միայն մշակում անցած, այլ չանցած կատնամթերքն ու մսամթերքը։ Խնդիր չեմ տեսնում, բայց փակեք մարզի ներսով։ Այդ նույն Բելարուսյան, այդ նույն ԵՏՄ մյուս երկրները, եվրոպական երկրները թող տեսնեն, որ Հայաստան ցիվիլ շփման մեջ է։ Բայց երբ որ ոչ ցիվիլ ենք շփվում, գիտեք, ես միշտ ասել եմ, էական նշանակություն եւ տարբերություն կա։ Մենք հաճելի սեղանակից ենք թե գործընկեր, այսինքն չի բացառվում, որ մեծ հաճույքով մարդիկ մեր հետ ըմպեն կոնյակ, զրուցեն մինչև օրվա վերջ, բայց որպես գործընկեր, այս անձնական բարձր մակարդակի շփումները ազդեցություն չունենան։ Իսկ հիմա փաստացի մենք կանգնեցինք հետեւյալի առաջ. Ռուսաստանն ամբողջ աշխարհով, մեկ Հայաստանում դաբաղի իրավիճակը գնահատեց անկայուն այն դեպքում, երբ որ մենք ասում ենք ունենք մեկ դեպք։ Շատ լավ, հիմա նորից կրկնեմ հարցս, ինչ հետևանքներ կունենա եւ ճշգրտեմ նաեւ այդ հարցի համատեքստը, չէ՞ որ Հայաստանում արտահանման քաղաքականությունը, արտահանումը ընդհանրապես հայտարարվել է կարևոր ճյուղ, գերակա ուղղություն է հայտարարվել, այս առումով ինչ հետևանքներ։ Եթե մենք քննարկում ենք ոչ միայն միսը, բարենը, ընդհանրապես բարենային ապրանքներն եմ ես ուզում քննարկենք, փաստացի այն ինչը որ հերկվում էր ամբողջ 14 եւ 15 թվականներին, 16-ի սկզբում ապացուցվեց եւ հաստատվեց տնտեսագործողների մակարդակով։ Այնինչ մենք բարձրաձայնում էինք 14 թվականին, 15 թվականին եւ թե պետական կառույցները եւ թե մեր տնտեսվարողները հերքում էին, 2016-ի սկզբին կարծես բոլորը միաձայն ընդունեցին։ Այն է, երբ ասեցին, որ գիտեք, մեր ապրանքը ռուսական շուկայում մրցունակ չէ։ Մենք ի վերջո, վերջապես 2 տարի էր պետք որ հասկանանք, որ քանի մենք չենք ընդունում, որ մեր ապրանքը մրցունակ չի, մենք չենք կարող։ Ճիշտ է, մեր երկրում ինքը սպառվում է, որտեղ այլընտրանք չունի, բայց առաջին հերթին պետք է ապահովել մրցունակ ապրանք։ Մրցունակ ապրանքը դա գին, որակ, անվտանգություն, ամբողջական համադրությունն է։ Այսինքն մենք եթե վերցնում ենք աշխարհիկ փորձը, կատնամթերքից սկսած մինչև մասամթերք ունեն կատեգորիաներ։ Այս կատեգորիաները իրականում իրականացվում է եւ ստացվում է խստագույն վերահսկողության արդյունքում։ Այսինքն թե պետական աջակցություն մի կողմից եւ մյուս կողմից արդեն պետական վերահսկողություն։ Մեր երկրում գործում է հետեւյալ մեխանիզմը՝ պետական վերահսկողության բացակայությունը որպես պետական աջակցության միջոց։ Ստացվում է մենք չենք իրականացնում միաժամանակ երկու բան։ Եվ այս բալագայում մեր ապրանքը կսպառվի մենակ մի դեպքում, երբ որ ներմուծող պետությունը չունի այլընտրանք։ Այսինքն կա այսօր բաների դեֆիցիտ եւ իրեն պետք է խիստ բաներ է պետք, մեր ապրանքն էլ հարմար ապրանքա գնում է իրացվում է, որովհետեւ ռուսական կողմին շատ պետք է ու ինքը իրական այլընտրանքներ չունի, որ օրը Ռուսաստանը իրական այլընտրանք ունենա, մենք մեր այսպիսի մոտեցումով երբևէ չենք կարողանալու արտահանում իրականացնել։ Այսինքն սա մեծագույն խնդիրն է, որ մենք հենց այսօր պետք է փաստենք։ Խնդրը առաջին եւ վերջին այս իրավիճակում Ռուսաստանն արդեն փաստում է դաբաղի նկատմամբ անկայուն իրավիճակ պետությունում։ Դաբաղի նկատմամբ անկայուն իրավիճակ դա նշանակում է Ռուսաստանն ինքը իրեն կարող էր իրավունք վերապահել, փակեր վերամշակված կատնամթերք, վերամշակված կարևոր process-ը անկայուն իրավիճակ բնութագիր տալն է։ Հիմա բնութագիրն այդպես է տրվել արդեն իսկ։ Եւ եթե երջանիկ պատահականությամբ էլ եմ կրկնում, որովհետեւ շատերը փորձելու են ներկայացնել, որ սա մեր լուրջ բանակցությունների հետևանք է, ոչ, սա ընդհանրապես երջանիկ պատահականությունն է, որ այսօր Ռուսաստանին մեր ապրանքն իսկապես պետք է շատ։ Ես մի ուզակի ուզում եմ բերեմ մեկ օրինակ, մասնավորապես երբ մեր տնտեսվարողները փորձում էին ներկայացնել եւ պետությունը նաեւ որ արժեզրկումը ռուբլու բերում է նրան, որ ապրանք արտանել չի լինում։ Ես դրան պիտի գայի ընդհանուր տնտեսական ինչ հեռանկարներ կարող են։ Ընդհանուր տնտեսական հեռանկարը ես միշտ ասել եմ, եթե եվրոպական երկրների հետ չհամատվենք, գոնե կարանք ԵՏՄ երկրների, նախկին սովետ միության երկրների հետ, այդ թվում հիմա Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կա Բելարուսիա։ Բելարուսիայում եւս ռուբլու գոտում չէ, հա, իրանց փողն էլ է ռուբլի, բայց ռուսական ռուբլին չի։ Եվ նույն արժեզրկում էր տեղի ունենում Ռուսաստանում եւ այս նույն ֆոնն էր, հա։ Բելարուսիայում արտահանման ծավալները 15 թվականին էականորեն աճել են վերամշակված բարենի։ Այսինքն ոչ թե նվազել են միտումը, ոնց որ մեր մոտ էր 2015-ին 14-ի նկատմամբ ունեցանք աճ, պտուղ բանջարեղեն,
Արտադրանքի աճ։ Իսկ արտադրանքի եւ արտահանման պատուղ բանջարեղենի, իսկ վերամշակված սննդամթերքի մասով էական անկում ունեցանք։ Վերամշակված, այսինքն մենք իրականում վերամշակման փուլում ունենք էական խնդրեմ։ Նույն Բելարուսիան վերամշակված սննդամթերքի մասով արտահանման մոտավորապես 50-60% աճ ունեցել։ Դե խնդիրն այն է երևի, որ Բելարուսում այդ վերամշակման համակարգեր։ Բայց դրանց խիստ վերահսկողություն կա վերամշակման։ Իսկ մեզ մոտ, ինչպես դուք եք ասում, պետական աջակցություն ասելով հասկացվում է այդ ուշադրության պակասը։ Այս վերահսկողությունը բերել է, որ ապահովել են համապատասխան տեսակավորումն ու մրցակցությունը։ Այսինքն ես միշտ բերել եմ, օրինակը բերում եմ կատնամթերքի մասով։ Մենք ունենք այսօր կատ արտադրող ընկերություններ եւ ընկերությունները մրցում են ընդհանրապես իրար մեջ։ Բայց ապրանքատեսակները իրար հետ մրցակցության խնդիր չունեն։ Փոշի կատ 50%, լրիվ անարատ կատ կամ փոշի կատ 100%։ Այսինքն տնտեսվարողը ինքը իր ապրանքների մեջ դեռևս մրցակցություն չի կարողացել ստանալ։ Տեսակավորում չկա, միայն իրար մեջ են մրցում։ Ընդ որում, անգամ որակի հաշվին մրցում են, գին են նվազեցնում ու ոչ մեկ չի հասկանում, որ գնանկում չունենք, ունենք որակի անկում։ Այսինքն կհիշեք տարիներ առաջ բաների ոլորտում ասացին, որ դե հիմա բուսայուղ ենք օգտագործում, որովհետև կենթանական ծագման հումքով բանալի ինքնարժեքը թանկ ստացել չէ։ Այն դեպքում, երբ որ բանից իրավունք չունի կոչվել այն մթերքը, որի մեջ կա բուսայուղ։ Այսինքն կան խնդիրներ, որոնք մի օր մեզ տանելու են դեպի փակուղի։ Իհարկե, մենք եթե հիմիկվանից չսկսենք հասկանալ, որ այս ճանապարհը տանում է դեպի ոչ մի տեղ եւ ավելին մի օր մենք կանգնելու ենք ուղակի դատարկ տաշտակի առաջ, եթե մոտեցումները որպես պետություն չփոխենք։ Աստված չանի, բայց այդ օրը գալու է, որովհետև այս սանկցիաների ոչ Եվրոպային հազերնտու, ոչ Ռուսաստանին, ոչ էլ առավել եւս հիմա այս ռուս-թուրքական լարվածությունը։ Ու ել եմ կրկնում, ինչը որ այսօր մեզ ամենաշատ անհանգստացրեց նաեւ, այսօր հենց սկսեցին քննարկել Ռուսաստանում Հայաստան ներմուծված թուրքական լոլիկի խնդիրը։ Այսինքն ընդհանուր արդեն անվստահության մթնոլորտ է ստեղծվում, որի դիմացն արագ պետք է առնել։ Շնորհակալ եմ, սպառվեց մեր ժամանակը այսքանը։ Սա երկրի հարցը ծրագիրն էր, ես այսօր զրուցում էի իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահ Վաբկեն Պիպոյանի հետ։ Աշխատեք լավ մնալ։